Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Եթե չես հավանում ինչ-որ մեկին, սիրտդ փոխելու լավագույն միջոցը աղոթելն է, որ նա օրհնվի, և եթե ունես հնարավորություն, անձամբ նրան օրհնելն է։ Դա հոգևոր պատերազմ է։ Ես Ջոյս Մայերն եմ և տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը, և նույնը կանի քեզ համար։ Դուք երբեք հաշտ չեք լինի մարդկանց հետ, եթե չունեք մեծ խոնարհություն, որովհետև հպարտությունը վիճաբանության համար մեկ պատճառն է։ Հռոմեացիների 12:16 Քանիսդ եք բավականին հարմարվող ձեր խառնվածքով, ձեր անհատականությամբ։ Քանիսդ հարմարվող չեք։ Դե դուք պետք է լինեք մեկը կամ մյուսը։ Գիտեք, եթե հարմարվող չեք, կարող եք սովորել լինել այդպիսին հանուն խաղաղության։ Իհարկե կան բաներ, որոնց համար պետք է պայքարեք։ Ես գիտեմ, թե ինչի համար եմ պայքարում, բայց կան բազմաթիվ երկրորդական բաներ, որոնք անկեղծ ասած որևէ կարևորություն չունեն։ Ինչ տարբերություն, եթե ես կարծում եմ, որ մենք չպետք է գնանք դեպի հյուսիս տնտեսական խանութ մտնելու համար, իսկ Դեյվը գնում է հենց այդ ուղղությամբ։ Ինչ տարբերություն, եթե ճանապարհը մի փոքր ավելի երկար լինի։ Ում է դա հուզում։ Գիտեք, կյանքում բազմաթիվ այլ կարևոր բաներ կան անելու, քան հիմար շինություն չբերող տգետ բաների շուրջ վիճելը։ Ուշադիր լսեք, թույլ տվեք, որ այդ մարդը վարի։ Պարզ է։ Թույլ տվեք այդ մարդը վարի, միևնույն է, եթե նա մոլորվի, կանգ չի առնի և ուղղություն չի հարցնի, այնպես որ հանեք ձեր գիրքը, ականջակալներով լսեք իմ ուղերձները կամ ինչ-որ բան արեք, բայց մի փորձեք նրան ասել, թե ինչպես վարի։ Հզոր է, Մայքն ասում է, սա հզոր է։ Այո։ Ես փորձում եմ ամուսնություններ փրկել։ Շատ լավ, Հռոմեացիների 12:16 Միմյանց հետ ապրեք ներդաշնակ։ Մի եղեք գոռոզ, ամբարտավան, մեծամիտ և առանձնացող, այլ պատրաստակամորեն հարմարվեք մարդկանց և իրերին և նվիրվեք համեստ առաջադրանքների։ Երբեք մի գերագնահատեք ձեզ կամ մի եղեք իմաստուն ձեր պատկերացումներում։ Դուք չեք կարող հաշտ լինել մարդկանց հետ, եթե հարմարվող և համակերպվող չեք։ Կան բաներ, որոնք իսկապես կարևոր են ինձ համար, և ես կպաշտպանեի իմ դիրքորոշումը դրանց վերաբերյալ։ Բայց կան բազմաթիվ այլ բաներ, որոնք այնքան էլ էական չեն ինձ համար, եթե տեղի չեն ունենում այնպես, ինչպես կցանկանայի։ Ինչ-որ մեկն այս դահլիճում հասկանո՞ւմ է, թե ինչ եմ ասում։ Այս նույն օծությունը ամենուր է։ Այն նաև հասնում է ձեր տուն հեռուստացույցի էկրանի միջոցով։ Ես պարզապես չեմ խոսում այս դահլիճում նստած հրաշալի մարդկանց հետ, ես խոսում եմ ձեզ հետ։ Շատ լավ, նայեք, ես սիրում եմ այս խոսքերը առաջին Կորինթացիների 1:9։ Աստված հավատարիմ է, վստահելի, հուսալի և ուստի միշտ հավատարիմ է իր խոստմանը և կարելի է ապավինել նրան, որի ձեռքով կանչվեցիք նրա որդու, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ ընկերակցության և հաղորդակցության, բայց դուք պետք է ուշադրություն դարձնեք Աստվածաշնչում բայցերին և ուստիներին։ Եթեն նույնպես կարևոր բառ է։ Բայց աղաչում և աղերսում եմ ձեզ, եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ կատարյալ ներդաշնակության և լիարժեք համաձայնության մեջ լինեք ձեր խոսքերում, և երկպառակություններ, գժտություն կամ բաժանում չլինեն ձեր մեջ, այլ կատարելապես միաբան լինեք ձեր պատկերացումների, կարծիքների և դատողությունների մեջ, որովհետև ձեր մասին ինձ լուր հասավ, եղբայրներ, Քղվեի ընտանիքից, թե հակառակություններ, վեճեր և գժտություններ կան ձեզանում։ Ի դեպ, Քղվեի տանը եկեղեցի կար, և Քղվեն կնոջ անուն է։
Պարզապես ասեմ. Որովհետև ինձ լուր հասավ, թե հակառակություններ, վեճեր եւ գժտություններ կան այդ տանը, հասկանում եք, այստեղ տեսնում ենք, որ Պողոսը գործ ունի վիճաբանության հետ։ Նա վերահսկում էր այս եկեղեցիները եւ նա ասում է. հասկացեք, Աստված հավատարիմ է, նա ցանկանում է օրհնել ձեզ, նա հոգ է տանելու այն ամենի համար, ինչի համար պետք է հոգ տանել ձեր կյանքում։ Նա ձեզ չի հիասթափեցնելու։ Նրա խոստումները ճշմարիտ են, բայց դուք պետք է ազատվեք վիճաբանությունից եւ սովորեք հաշտ լինել։ Ես պարզապես զգում եմ, որ պետք է կրկնեմ սա։ Աստված հավատարիմ է, հուսալի, վստահելի։ Դուք կարող եք ապավինել նրան։ Նրա խոստումները ճշմարիտ են եւ նա ցանկանում է օրհնել ձեզ, բայց դուք պետք է հաշտ լինեք։ Պետք է հեռացնեք վիրավորանքը ձեր կյանքից։ Ամեն։ Ես չգիտեմ, թե ում վրա եք բարկացած, բայց թողեք եւ հրաժարվեք դրանից, թողեք դա այստեղ։ Մի տարեք ձեզ հետ տուն, այլապես ստիպված կլինեմ գալ հաջորդ տարի, բայց ես չեմ ուզում նույն թեման քարոզել, ես ուզում եմ քարոզել մեկ այլ բանի մասին։ Սերը հրաժարվում է ճիշտ լինելու իր իրավունքից։ Գիտեք ինչ, ճիշտ լինելը չափազանց գերագնահատված է։ Իսկապես այդպես է, դու կարծես ինքնագոհ ես ընդամենը մեկ վայրկյան։ Երբեմն ես պատմում եմ այս պատմությունը, այնքան վառ եմ հիշում այն, մի անգամ Դեյվը եւ ես առևտրի կենտրոնում էինք։ Նկարների խանութում։ Նրան շատ դուր եկավ մի նկար։ Մենք կրկին վերադարձանք տան զարդարանքին։ Ինձ բոլորովին դուր չեկավ այն։ Մեր տունը մեծ է, ես կարող էի ասել իհարկե սիրելիս գնիր այն եւ դիր քո անկյունում, ինչ կասես քո առանձնավայրի մասին։ Բայց ոչ, ես ասացի, ինձ դուր չի գալիս դա, ես չեմ ուզում գնել դա։ Ես շարունակեցի պնդել մինչև որ հասա իմ նպատակին։ Կանայք, քանիսդ եք հմուտ համառելու գործում, մինչև որ ստանում եք ձեր ուզածը։ Իսկ տղամարդիկ, քանիսդ եք հմուտ համառելու գործում, մինչև որ ստանում եք ձեր ուզածը։ Այս շենքում մենք ունենք մեկ ազնիվ մարդ։ Աստված օրհնի ձեզ, պարոն։ Այսպիսով վերջապես նա ասաց. Շատ լավ, արա այն ինչ ուզում ես։ Մենք դուրս եկանք խանութից եւ քայլեցինք առևտրի կենտրոնով եւ ես այնքան ինքնագոհ էի։ Գիտեք ինչ, Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ, նա ասաց. դու մտածում ես, թե հաղթեցիր, բայց դու պարտվեցիր։ Պարտադիր չէր, որ նկարը տուն տանեիր, բայց դու չհաճեցրիր ինձ։ Հաջորդը, որի մասին խոսելու եմ, ագահությունն է։ Առակաց 28:25-ում ասվում է. ագահ հոգի ունեցողը կռիվ է բորբոքում։ Նա կռիվ է բորբոքում մի քանի պատճառով։ Առաջին, նա երբեք մշտապես բավարարված չի լինում, անկախ նրանից, թե ինչ ունի։ Առակաց 1:19-ում ասվում է, որ ագահությունը գողանում է իր տիրոջ կյանքը։ Ագահ հոգին պարզապես կգողանա ձեր ամբողջ կյանքը։ Սարսափելի է երբեք չբավարարվել որևէ բանով։ Եվ մեծ մասամբ մարդիկ այդպիսին են, որովհետև գոհ չեն իրենք իրենցից։ Նրանք վրդովված են, նախանձում են այն ամենին, ինչ ունեն ուրիշները։ Իսկ Աստված ուզում է, որ մենք սովորենք լինել երջանիկ այն ճանապարհին, որը տանում է մեզ դեպի նպատակակետ։ Վայելիր քո կյանքը այնտեղ, որտեղ գտնվում ես, շարունակելով այն ճանապարհը, որը տանում է նպատակակետ։ Որքան ողբերգական է, երբ մարդիկ հասնում են իրենց կյանքի վախճանին, այդպես էլ ժամանակ չհատկացնելով վայելելու այն բազում նյութական բարիքները, որոնք ձեռք են բերել կյանքի ընթացքում, կամ ժամանակ չհատկացնելով վայելելու իրենց երեխաներին։ Գուցե դուք ամուսնացած եք ինչ-որ մեկի հետ 35 տարի, բայց կարծես օտարներ լինեք։ Դուք երբեք ժամանակ չեք հատկացրել ճանաչելու միմյանց։ Հակոբոսի 4:1 եւ 2։ Անցյալ երեկո ես ասացի, որ այս տարի հուսով եմ, որ կանցկացնեմ ուսուցումների
գուշարկ իմ սիրելի սուրբգրային 20 խոսքերի վերաբերյալ եւ կարող եմ ասել, որ Հակոբոսի 4:2-ը դրանց շարքում է։ Քանի որ այս խոսքն իսկապես փոխել է իմ կյանքը, լինում են պահեր, երբ Աստված պարզապես ցույց է տալիս մի բան, որը հայտնում է, թե իրականում ինչ է թաքնված քո խնդրի ետևում, եւ սա պարզապես գեղեցիկ խոսք չէ, այն իսկապես ազդում է քո կյանքի վրա։ Ինչ որ մեկն ունի այսպիսի սուրբգրային խոսք, որը մեծապես ազդել է իր կյանքի վրա։ Հակոբոսի 4:1 ի՞նչն է հանգեցնում վիճաբանության։ Անհամաձայնությունների եւ թշնամանքի եւ ինչպես են վեճերը, ընդհարումներն ու կռիվները առաջանում ձեր մեջ։ Միթե դրանք չեն առաջանում ձեր զգայական ցանկություններից, որ պատերազմում են ձեր անդամներում։ Ըստ էության նա ասում է, որ ամբողջ վիճաբանության պատճառն այն է, որ դեռ չունեք այն, ինչ ուզում եք։ Ուստի նախանձում եք եւ ցանկանում այն, ինչ ուրիշներն ունեն։ Եվ ձեր ցանկությունները չեն իրականանում, ուստի դառնում եք մարդասպան, որովհետև ատել նշանակում է սպանել, քանի որ խոսքը սրտի մասին է։ Սուր խոսք է, այնպես չէ, վարվում եք նախանձով եւ բարկությամբ եւ չեք կարողանում հասնել այն բավականությանը, գոհունակությանը եւ երջանկությանը, որ փնտրում եք։ Ուստի կռվում եք եւ պատերազմում եւ չունեք, որովհետև չեք խնդրում։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես նկարագրեմ այն խաղաղությունը, որ տիրեց հոգուս։ Երբ տեսա այն ամենը, ինչ փորձում էի իրականացնել իմ կյանքում։ Ջանալով փոխել Դեյվին, երեխաներիս, ձգտելով զարգացնել իմ ծառայությունը։ Եվ դա մշտապես զայրացնում էր ինձ։ Գիտեք, երբ դուք մշտապես վրդովված եք, դրա համար սկսում եք մեղադրել ձեզ շրջապատողներին։ Քանիսդ գիտեք, որ ավելի հեշտ է ունենալ խաղաղություն ընտանիքում, եթե ինքդ սկսես խաղաղարար լինել։ Ամեն։ Այսպիսով չունեք, որովհետև չեք խնդրում։ Պնդումը կյանք փոխող էր ինձ համար։ Եվ ես որոշում կայացրի այդ օրվանից, երբ ինչ-որ բան եմ ուզում, հարցնում եմ Աստծուց։ Եվ եթե դա այն է, ինչ նա ցանկանում է, որ ունենամ, ուրեմն կտա, իսկ եթե չի ցանկանում, որ ունենամ, ուրեմն չի տա։ Եվ իմաստ չկա ասելու, որ ես վստահում եմ Աստծուն, եթե չեմ վստահելու նրան, որպեսզի տա ինձ այն, ինչ պետք է ունենամ, եւ պահի այն, ինչ չպետք է ունենամ։ Որքան է պատահել, որ ցանկացել ենք այն, ինչ ունի մեկ ուրիշը, ում չենք հավանել։ Եվ Աստված չի տվել մեր ուզածը։ Խնդիրը սա է, անիմաստ է ցանկանալ այն, ինչ մեկ ուրիշն ունի, եթե պատրաստ չեք անելու այն, ինչ նա է արել դա ստանալու համար։ Այն, որ չենք հավանում ինչ-որ մեկին, որը քրտնաջան աշխատել է եւ ունի հաղթանակ իր կյանքում, պարզապես ցույց է տալիս, թե որքան ոչ հասուն ենք մենք։ Աստծո խոստումները նրանց համար են, որոնք ոչ թե կցանկանային ունենալ արդյունքներ, այլ կանենային, ինչ անհրաժեշտ է անել արդյունքներ ստանալու համար։ Օ, չգիտեմ։ Այստեղ ավելի շատ են ծափահարում։ Կյանքում մի մտիր պայքարի մեջ, որ ձեռք բերես այն, ինչ պատկանում է այս աշխարհին։ Մի վիճաբանիր։ Մի մտիր պայքարի մեջ, որ ձեռք բերես այն, ինչ պատկանում է այս աշխարհին, մի մտիր վիճաբանության մեջ, որ փորձես դառնալ քո եկեղեցու փառաբանության ավագը։ Ավելի լավ է շրթունքներդ սեղմես եւ հույս ունենաս, որ գուցե կարողանաս երկնքում առաջնորդել փառաբանությունը։ Մի մտիր պայքարի եւ վիճաբանության մեջ, որ ունենաս դիրք, երևաս ազդեցիկ, ունենաս ճիշտ կերպար, վաստակես գումար, լինես հայտնի, ունենաս հեղինակություն, փնտրիր Աստծուն եւ թույլ տուր, որ նա տա քեզ քո սրտի ծածուկ խնդրանքներն ու ցանկությունները։ Եվ ես կարող եմ ասել, քննություններից մեկը, որ բոլորս պետք է հանձնենք, հետևելն է նրան, ով ստանում է այն, ինչ մենք ենք ցանկանում։ Հետևելը նրան, ով ստանում է այն, ինչ մենք ենք ցանկանում, եւ նրա համար ուրախ լինելը։
Գիտեք, կան ժամանակներ, երբ զգում եմ, որ նախանձում եմ մարդկանց։ Եվ եթե ինչ-որ մեկը հարցնի, ինչ անեմ, երբ զգում եմ, որ նախանձում եմ, ես կասեմ, քո զգացմունքներից այն կողմ անցիր և աղոթիր, որ Աստված ավելի օրհնի նրան։ Հենց դա է կոտրում նման բաների զորությունը։ Ագահ լինել նշանակում է ցանկանալ, ունենալ ուժգին ցանկություն, փափագել, տենչալ, նախանձել։ Գիտեք ինչ, գիրքը միայն սեռական հարաբերություններին չի վերաբերում։ Մենք կարող ենք կրքոտ կերպով փափագել ամեն բան, և ես կարծում եմ դա նշանակում է ցանկանալ ինչ-որ բան այնպես ուժգին, որ համոզված ես, որ առանց դրա չես կարող երջանիկ լինել։ Եթե չունենամ իմ տունը, երջանիկ չեմ կարող լինել։ Եթե չկարողանամ ունենալ երեխաներ, չեմ կարող երջանիկ լինել։ Եթե չամուսնանամ, չեմ կարող երջանիկ լինել։ Եթե ամուսնացած մնամ, չեմ կարող երջանիկ լինել։ Եթե պաշտոնի բարձրացում չստանամ, չեմ կարող երջանիկ լինել։ Միակ բանը, որ այս իմաստով կարող ենք ասել, սա է. Աստված, եթե չունենամ քեզ իմ կյանքում, չեմ կարող երջանիկ լինել։ Գիտեք, Եփեսացիների 5-րդ գլխում գրված է, որ ագահությունը շատ լուրջ խնդիր է։ Իրականում այն նշվում է կռապաշտության հետ նույն ցանկում։ Որովհետև համոզված եղեք սրանում, որ ոչ մի մարդ, որը սեռական պղծություն է գործում մտքում կամ կյանքում, կամ որն ագահ է, ունի կրքոտ ցանկություն ուրիշների ունեցվածքի նկատմամբ կամ ընչաքաղց է, որը ըստ էության կռապաշտ է, ժառանգություն չունի Աստծո արքայությունում։ Գիտեք, անկեղծ ասած, կան մեղքեր, որոնց վերաբերյալ ասում ենք, օ, դու չես կարող դա անել, բայց կան նաև ընդունելի մեղքեր։ Եթե ինչ-որ մեկն ասի, ես երկրպագում եմ սատանային, նրանից կփախչեք։ Բայց եթե ինչ-որ մեկը ագահ է, գուցե շարունակեք շփվել նրա հետ, իսկ Աստվածաշունչն ասում է՝ մի շփվիր ագահ մարդու հետ։ Գիտեք ինչու, որովհետև այն, ինչ մեկ ուրիշի վրա է, կփոխանցվի ձեզ, եթե բավականաչափ ժամանակ անցկացնեք նրա հետ։ Կա ագահության դեմ պայքարելու միջոց, ես կասեմ, թե ինչպես պայքարեք դրա դեմ, և բոլորս ժամանակ առ ժամանակ զգում ենք դա, երբ զգում եք, որ դժգոհ եք նրանից, ինչ ստացել եք։ Առատաձեռն եղեք ինչ-որ մեկի հանդեպ, ինչ-որ բան տվեք։ Ազնվորեն եմ ասում, ես այդպես եմ վարվում։ Ինչ-որ բան տվեք, եթե ես նախանձում եմ ինչ-որ մեկին, օրհնում եմ նրան։ Եթե չես հավանում ինչ-որ մեկի, սիրտդ փոխելու լավագույն միջոցը աղոթելն է, որ նա օրհնվի, և եթե ունես հնարավորություն, անձամբ նրան օրհնելն է։ Դա հոգևոր պատերազմ է։ Դա ագահության դեմ պայքարելն է։ Առաջին Կորինթացիների 5:9-11 Գրեցի ձեզ նախորդ նամակում չհաղորդակցվել սերտորեն և մշտապես անառակ և պիղծ մարդկանց հետ, ոչ թե ամենևին խուսափել, իհարկե պետք է զգուշանաք այս աշխարհի անբարո մարդկանցից կամ ագահներից կամ խաբեբաներից, հափշտակողներից կամ կռապաշտներից, ապա թե ոչ պետք է դուրս գայիք աշխարհից և հասարակությունից։ Աստվածաշունչն այնքան գործնական է, այնքան հավասարակշռված, բայց հիմա գրում եմ ձեզ, հասկացեք սա, չշփվել այն մարդու հետ, ով եղբայր քրիստոնյա է անվանված։ Ավելի լավ է շփվեք ագահ մարդու հետ, որը հեթանոս է, քան քրիստոնյայի, որը վարվում է իբրև հեթանոս։ Չշփվել այն մարդու հետ, եթե նա հայտնի է իր անբարոյականությամբ կամ ագահությամբ, կամ եթե կռապաշտ է, որի հոգին նվիրված է մի առարկայի, որը գրավում է Աստծո տեղը, կամ եթե անպարկեշտ լեզու ունեցող մարդ է, հայհոյող, վիրավորող, անարգող, զրպարտող կամ արբեցող կամ խաբեբա կամ հափշտակող նման մարդու հետ նույնիսկ չպիտի ուտեք։ Օհո, ուրախ եմ, որ այնտեղ փոքրիկ ծափահարություն լսեցի։
Շատ լավ թույլ տվեք ասել սա, ոմանք կարող են արմատապես փոխել իրենց կյանքը, եթե փոխեն նրանց, ում հետ շփվում են։ Կարծում եմ պետք է մարգարեանամ մի փոքր, այսպես է ասում Տերը, ձեռք բերեք նոր ընկերներ։ Լուրջ եմ ասում։ Եղիսեն Եղիայի հոգու կրկնապատիկն ուզեց։ Եվ ես չունեմ ժամանակ խոսելու այդ մասին, բայց Եղիան շարունակ փորձում էր նրան եւ ասում. «Ինձ մենակ թող»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ թողնի, կենթանի է իմ Տեր Աստվածը, ես քեզ չեմ թողնի, ես քեզ չեմ թողնի»։ Նա գիտեր, թե ում հետ էր շփվում, նա գիտեր, թե ինչ էր ուզում եւ նա լինելու էր ճիշտ մարդու կողքին, որպեսզի ստանար դա, եւ անշուշտ նա ստացավ նրա հոգու կրկնակի չափը։ Ավելի լավ է լինեք մեկի կողքին, որն օծված է եւ շփվեք նրա հետ, քանի որ այդ օծությունը կփոխանցվի ձեզ։ Եղեք նրանց կողքին, ովքեր առատաձեռն են եւ տեսեք, թե ինչպես են նրանք թեյավճար տալիս մատուցողներին։ Եղեք նրանց կողքին, ովքեր իսկապես քայլում են սիրով եւ լսեք, թե ինչի մասին են նրանք խոսում եւ ինչի մասին չեն խոսում եւ հետեւեք նրանց օրինակին։ Ես արդեն գիտեմ, որ ինչ-որ մեկը մտածում է եւ ես կարծես հոգուս մեջ լսում եմ նրա խոսքերը, ես ամուսնացած եմ իմ խնդրի հետ։ Սա ասելով ես նկատի չունեմ, որ գնաք տուն եւ նոր ամուսին ձեռք բերեք։ Այս հարցում դուք պետք է գործեք Աստծո հետ, շատ աղոթեք, բայց երբ ունենաք ընտրություն, հարկ չկա ընտրելու այնպիսի ընկերների, որոնք կթունավորեն ձեր հոգին։ Ես չեմ ուզում մենակ լինել, շատ ավելի լավ կլինի, որ մենակ լինես եւ օծված լինես։ Ամեն։ Աստվածաշունչն ասում է՝ մի հաղորդակցվեք զայրացկոտ մարդկանց հետ։ Մի հաղորդակցվեք նրանց հետ, ովքեր հարբում են կամ նույնիսկ շատակեր են, միայն մտածում են ուտելիքի մասին եւ այլն եւ այլն։ Լսեք, ես նույնպես հոգնած եմ, պարզապես դիմացեք, մենք մի քանի րոպե ունենք։ Նախանձը նույնպես վիճաբանություն է առաջացնում, առաջինը հպարտությունն է, հպարտության պատասխանը խոնարհությունն է, երկրորդը ագահությունն է, ագահության պատասխանը առատաձեռնությունն է։ Ամեն։ Եվ երրորդը նախանձ լինելն է։ Նախանձը եւ վեճը կամ կռիվը թվարկված են մարմնի գործերի միևնույն ցանկում։ Միևնույն։ Ահա ցանկը՝ կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ։ Միևնույն նախադասության մեջ, կախարդությունը նույն նախադասության մեջ է, ինչ նախանձը։ Զարմանալի չէ։ Մենք պետք է հակառակ կանգնենք նման բաներին։ Եվ ցանկացած չար բանին հակառակ կանգնելու ճանապարհը այն բարի բանով փոխարինելն է։ Ամեն։ Քայլեք հոգով եւ մարմնի ցանկությունը չեք կատարի։ Դուք չպետք է պայքարեք մարմնով։ Երբ նախանձի զգացում ունեմ, մեծ պայքարի մեջ չեմ մտնում։ Օ, Աստված իմ, չեմ կարող հավատալ։ Ես պարզապես ասում եմ, ես կուղեմ դա, ես կօրհնեմ նրանց։ Ես կաղոթեմ նրանց համար։ Մենք հաղթում ենք չարին բարիով։ Քանիսդ կարող եք մտածել ինչ-որ մեկի մասին, որին կարծես նախանձում եք, քննադատում եւ մտածում եք այսպես. Աստված իմ, հիմա ես պետք է օրհնեմ նրան։ Դե կարող եք մտածել որևէ իրավիճակի մասին, որը վերաբերում է ձեզ եւ այն ամենին, ինչի մասին այսօր խոսում եմ։ Պատկերացրեք այն վիճաբանությունը կամ պայքարը, որ Դավթի եղբայրներն ունեցան։ Գիտեք, կարծում եմ ինչն է ծիծաղելի։ Նրանք նույնիսկ չանհանգստացան, որ Դավթին բերեին դաշտից։ Մինչդեռ նա Աստծո ընտրությունն էր։ Նա կարող էր վիրավորվել, բայց Դավիթը չեմպիոն էր եւ երբեք տեղի չէր տալիս վիրավորանքին։ Բայց երբ Աստված օծեց նրան լինելու թագավոր, Աստվածաշունչն ասում է, որ նա արեց դա նրա եղբայրների մեջ։ Նա օրհնեց Դավթին եւ ստիպեց, որ եղբայրները տեսնեն դա։ Ուստի երբ ինչ-որ մեկը վատ է վարվում ձեզ հետ, վիրավորվելու փոխարեն պարզապես վստահեք Աստծուն, չունեք, որովհետև չեք խնդրում։ Եղեք քաղցր, շարունակեք լինել օրհնություն եւ Աստված կօրհնի ձեզ եւ կստիպի նրանց տեսնելու դա։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։
Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։